Պարոն Մելիքբեկյան, դուք այդ խաղից հետո, այս կողմում Փայլակ Ֆարադյան իրականում եմ, խաղից հետո հայտարարեցիք, որ պետք է պատրաստվեք լավագույնս սեպտեմբերին, ինչ եք անելու, ինչ ռազմավարություն ու մարտավարություն է փոխվելու եւ նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի որ տեխնացուների հետ եք դուք բանակցել, ում եք ցանկացել առաջինը տեսնել եւ վերջում կանգ է առել նոր այս մարզիչի վրա շնորհակալություն։ Առաջին եւ վերջին տեխնացուներ չեն եղել, որովհետեւ մենք բանակցում ենք տարբեր տեխնացուների հետ եւ դա ընթացիկ process է, մենք անում ենք հարցազրույց, չկա որ մենք բանակցում ենք մեկի հետ, հետո ավարտում ենք եւ բանակցում ենք երկրորդի հետ, հետո չի լինում, նման բան չկա։ Process-ը գնում է ընթացքում, որովհետեւ դու ուզում ես բոլորի պատկերացումները տեսնես, անհատապես ես շփվում, հանդիպում ես, հետո խոսում ես եւ փորձում ես իրենց պատկերացումներն էլ եւ մոտիվացիան էլ հասկանալ։ Անուններ չեմ կարող տալ, բնականաբար յուրաքանչյուր մարզիչ, որը բանակցում է, յուրաքանչյուր ֆեդերացիա պայմանավորվում է, որտեղ դա կոռեկտ չէ, որտեղ ստացվում է մենք այդ մարդկանց հիմա չենք ստորագրել եւ դրա մասին չենք կարող բնականաբար ասել։ Դա հավաքականի մարզչի մասով կներեք եւս մեկ հարցնեք։ Այո, մենք ունենք երկու ընկերական հանդիպում եւ այդ ընկերական հանդիպումներում փորձելու ենք հնարավորության պարագայում ներգրավել ավելի շատ ֆուտբոլիստներ, որտեղ երկու հանդիպումներ են, ավելի շատ հնարավորություն են տալ փորձել հասկանալ ինչպես ենք դրան մոտենալ, ինչպես ենք սեպտեմբերի խաղին մոտենալու եւ ինչ նոր ֆուտբոլիստներ կներգրավեն հավաքականում։ Բացի դա երիտասարդական հավաքականը երկու հանդիպում ունի ընկերական, որի մասին շուտով մենք կհայտարարենք եւ այդ հանդիպումներից էլ բնականաբար շատ ու շատ գլխավոր մարզիչը հետեւել է, որպեսզի ընդհանուր ռեսուրսային առումով մենք հասկանանք ինչ ունենք, ինչպես ենք մոտենում, ինչպես ենք կայունացնում կազմը եւ իհարկե հույս ունենք, որ բոլոր ֆուտբոլիստները կլինեն եւ մեր առաջատարները կխաղան հունիսի նաեւ ընկերական խաղեր։ Դա էլ շատ կարեւոր է։